Ենթավերնագիր ապագա մեղքերի թողություն Վաղվա մեղքերը, հաջորդ օրվա մեղքերը և մեր ապագա բոլոր մեղքերը մտնում են աշխարհի բոլոր մեղքի մեջ, ինչպես նաև այսօրվա և բոլոր անցյալ մեղքերը։ Բոլոր մարդկանց մեղքերն հետևաբար բացարձակապես անցել են Հիսուսին իր մկրտության միջոցով։ Մենք պետք է պարզապես հավատանք և հնազանդվենք ճշմարիտ ավետարանին, Աստծո կրավոր խոսքին։ Պետք է մի կողմ թողնել մեր անձնական կարծիքները և ընդունել Աստծո խոսքը։ Անշուշտ դուք կարող եք հարցնել, ինչպես նա կարող էր վերցնել դեռ չգործած մեղքերը։ Հարցին պատասխանեմ հարցով։ Միթե ամեն անգամ, որ մենք մեղք ենք գործում, Հիսուսը պետք է գա աշխարհ և ամեն անգամ կրկին խաչվի այդ մեղքերի համար։ Վերստին ծնվելու ավետարանում կա մեղքերի թողության օրենք, և առանց արյուն թափելու թողություն չի լինում։ Եբրայեցիս 9:22 Երբ ինչ-որ մեկն ուզում էր ազատվել իր մեղքերից, հին կտակարանում պետք է իր մեղքերը փոխանցեր զոհաբերվող կենդանուն ձեռքեր դնելու միջոցով, որից հետո մեղքերի համար զոհաբերվող կենդանին մատուցում էր որպես ողջակեզի պատարագ։ Եվ նմանապես Աստծո որդին եկավ աշխարհ, որ փրկի մեղավոր մարդկանց։ Նա մկրտվեց, որ վերցներ մարդկանց բոլոր մեղքերն իր վրա և խաչի վրա թափեց իր արյունը, որ վճարի այդ մեղքերի դիմաց։ Խաչի վրա նա ասեց. կատարված է։ Նա հարություն առավ մեռելներից երրորդ օրը, և հիմա նստած է Աստծո աջ կողմը, նա դարձավ մեր փրկիչը։ Մեր մեղքերից կատարելապես ազատվելու համար պետք է ազատվենք մեր հնացած գաղափարներից և ամենօրյա մեղքերի համար ապաշխարություն խնդրելու կրոնական վարդապետությունից։ Մարդկային մեղքերից ազատվելու համար Աստված տվեց զոհաբերության օրինական համակարգը։ Աստված ամբողջ աշխարհի մեղքերը փոխանցեց իր որդուն, նրա մկրտության միջոցով, իսկ խաչելության միջոցով մաքրեց այդ մեղքերը։ Հիսուսի հարության միջոցով իրականացավ մեր կատարյալ փրկությունը։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ և մեր անօրենությունների համար հարվածվեցավ։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, և նրա վերքերովը մենք բժշկվեցանք, և Տերը նրա վրա դրավ մեր ամենի մեղքը։ Եսայիա 53:1 տեսնում ենք, որ աշխարհի բոլոր անօրենությունները և հանցանքները փոխանցվեցին Հիսուսին։ Նոր կտակարանում Եփեսացիս 1:4 գրված է. Ինչպես որ ընտրեց մեզ նրանով աշխարհի ստեղծելուց առաջ։ Այս հատվածը խոսում է այն մասին, որ Աստված ընտրեց մեզ Հիսուսով աշխարհի ստեղծելուց առաջ։ Նախքան աշխարհի ստեղծումը Աստված որոշեց դարձնել մեզ իր ժողովուրդը Քրիստոսով։ Ինչ էլ որ մենք մտածել ենք առաջներում, հիմա պետք է թողնել և հավատալ ու հնազանդվել Աստծո խոսքին, ջրի, արյան և հոգու խոսքին։ Աստված ասում է, որ իր գառը Հիսուս Քրիստոսը վերցրել է աշխարհի մեղքերը և քավել է մարդկությունը մեղքերից։ Եբրայեցիս 10 Որովհետև օրենքը գալու բարիքների շուկն ունենալով և ոչ թե այն բաների հատուկ կերպարանքը, ամեն տարի մատուցված միևնույն պատարագներովը չէր կարող կատարյալ անել մատուցողներին։ Եբրայեցիս 10:1 Այստեղ խոսվում է այն մասին, որ ամեն տարի մատուցած պատարագներով մարդը երբեք չի կարող լինել կատարյալ։ Օրենքը գալու բարիքների շուկն է և ոչ թե ճշմարիտ բաների հատուկ կերպարանքը։ Հիսուս Քրիստոսը, Մեսիան, որը գալու էր, մեզ մեկընդմիշտ դարձրեց կատարյալ իր մկրտությամբ, ինչպես որ իսրայելացիների տարեկան մեղքերն էր թողնվում մեկ զոհաբերությունով և խաչելությամբ։ Դրա համար Եբրայեցիս 10-ում Հիսուսն ասում է. Այն ժամանակ ասում է. ահա գալիս եմ քո կամքն անելու, ով Աստված։ Առաջինը դեն է գցում, որ երկրորդը հաստատե, որ այն կամքով մենք սրբվեցանք մեկ անգամ Հիսուս Քրիստոսի մարմնի պատարագովը, և ամեն քահանայապետ ամեն օր կանգնած պաշտոն է կատարում, և նույն պատարագներն է մատուցանում շատ անգամ, որ երբեք չեն կարող մեղքեր վերառնել։ Բայց սա մեղքերի համար մեկ պատարագ մատուցանելով մշտնջենավորապես նստեց Աստծո աջ կողմը, և այսուհետև սպասում է մինչև որ իր բոլոր թշնամիներին իր ոտների պատվանդանը դրվին, որովհետև մեկ պատարագով հավիտյան կատարեց սրբվողներին, բայց Սուրբ Հոգին էլ վկայում է մեզ այն առաջուց ասելով. Թե սա է այն ուխտը, որ կտնեմ նրանց հետ այն օրերից հետո, ասում է Տերը, կտամ իմ օրենքները նրանց սրտերի մեջ և նրանց խորհուրդների վրա կգրեմ նրանց։ Եվ ապա ասում է. նրանց մեղքերը և նրանց անօրենությունները էլ չեմ հիշի, բայց որտեղ որ սրանց թողությունը կա, այնտեղ էլ մեղքի համար պատարագ պետք չէ։ Եբրայեցիս 10:9-18 Մենք հավատում ենք, որ Հիսուսը փրկել է մեզ աշխարհի բոլոր մեղքերից իր մկրտությամբ և խաչի արյունով։ Ենթավերնագիր Ջրից և հոգուց վերստին ծնվելու փրկությունը, որը դրոշմված է մեր սրտերում և մտքերում։ Դուք հավատում եք այս փրկությանը։
Այո, ամեն։ Դուք ընդունում եք Աստծո խոսքը, որ Հիսուս Քրիստոսը մկրտվեց եւ խաչի վրա թափեց իր արյունը մեզ փրկելու համար։ Վերստին ծնվելու համար պետք է հավատալ Աստծո խոսքին։ Մենք կարող ենք փրկվել, եթե հավատանք, որ Հիսուս Քրիստոսը մաքրել է մեր մեղքերը փրկության ավետարանով։ Հնազանդվելով Աստծո օրենքին, մենք երբեք կատարյալ չենք լինի, իսկ հավատալով նրա գործերին, մենք կարող ենք դառնալ կատարյալ։ Հիսուս Քրիստոսը վերցրեց մեր բոլոր մեղքերը Հորդանան գետում իր մկրտությամբ եւ դատապարտվեց խաչի մահապատժի մեր մեղքերի համար։ Ամբողջ սրտով այս ավետարանին հավատալով մենք կարող ենք ազատվել մեր բոլոր մեղքերից եւ դառնալ արդարներ։ Հավատում եք սրան։ Հիսուսի մկրտությունը, խաչելությունը եւ հարությունը պետք էին մարդկային մեղքերը քավելու համար։ Իսկ փրկության օրենքը հիմնված էր Աստծո անսահման եւ անշահախնդիր սիրո վրա։ Աստված սիրում է մեզ այնպես, ինչպես մենք կանք, եւ նա լինելով արդար, մեզ էլ առաջուց արդարացրեց։ Նա արդարացրեց մեզ մեր մեղքերը փոխանցելով Հիսուսին իր մկրտության միջոցով։ Մեր մեղքերը վերցնելու համար նա աշխարհ ուղարկեց իր միածին որդուն, Հիսուսին։ Նա թույլ տվեց, որ Հիսուսն իր մկրտությամբ վերցնի մեր մեղքերը եւ տանի դրանք դեպի խաչը, դատապարտվելով այդ մեղքերի համար։ Մենք Աստծո արդար զավակներն ենք դարձել ջրի եւ արյան փրկության միջոցով։ Եբրայեցիս 10:16 Կտամ իմ օրենքները նրանց սրտերի մեջ եւ նրանց խորհուրդների վրա կգրեմ նրանց։ Մեղավոր ենք թե արդար Աստծո առաջ մեր սրտերում եւ մտքերում։ Եթե մենք հավատում ենք Աստծո խոսքին, մենք արդար ենք։ Հիսուս Քրիստոսը վերցրեց մեր բոլոր մեղքերը եւ դատապարտվեց դրանց պատճառով։ Հիսուս Քրիստոսը մեր փրկիչն է։ Միգուցե մտածենք, որ քանի որ մենք մեղանչում ենք ամեն օր, ինչպես կարող ենք լինել արդար։ Մենք իհարկե մեղավորներ ենք, բայց երբ հավատում ենք Աստծո խոսքին, ինչպես Հիսուսը հնազանդվեց Հորը, դառնում ենք արդարներ։ Ինչպես արդեն ասել եմ, մենք մինչև վերստին ծնունդը մեղքեր ունենք մեր սրտում, բայց ընդունելով մեղքերի թողության ավետարանը մեր սրտում, մենք ազատվեցինք մեր բոլոր մեղքերից։ Երբ չգիտեինք ավետարանը, մեղավորներ էինք, բայց արդարացանք, երբ սկսեցինք հավատալ Հիսուսի տված փրկությանը եւ դարձանք Աստծո արդար երեխաներ։ Սա արդարացնող հավատքն է, որի մասին խոսում էր Պողոս առաքյալը։ Մեղքերի թողության ավետարանի հանդեպ հավատքը դարձրեց մեզ արդարներ։ Ոչ Պողոս առաքյալը, ոչ Աբրահամը եւ ոչ էլ հավատքի այլ հայրեր չարդարացան իրենց գործերով, այլ միայն Աստծո խոսքին փրկության օրհնությանը հավատալով։ Եբրայեցիս 10:18 Բայց որտեղ որ սրանց թողությունը կա, այնտեղ էլ մեղքի համար պատարագ պետք չէ։ Ինչպես գրված է, Աստված այնպես փրկեց մեզ, որ մենք այլևս չենք մահանալու մեր մեղքերի պատճառով։ Հավատում եք սրան։ Ձեր ամեն մեկը թող այն մտածե, որ էլ Քրիստոս Հիսուսումն էր, որ Աստծո կերպարանքումը լինելով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել, այլ իր անձն ունայնացրեց եւ ծառայի կերպարանքով մարդու պես գտնվելով, իրան խոնարհեցրեց եւ հնազանդ եղավ մինչեւ իմա, եւ այն էլ խաչի մահ։ Նրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան եւ նրան մի անուն շնորհեց, որ ամեն անունից ավելի բարձր է, որ Հիսուսի անունով կրկնվի ամեն ծունկ երկրավորների եւ երկնավորների եւ երկրի տակ լինողների եւ ամեն լեզու դավանե, թե Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծո փառքի համար։ Փիլիպպեցիս 2:5-11 Հիսուս Քրիստոսը, որ նրա փառքի լույսն է եւ նրա էության նկարագիրը, Եբրայեցիս 1:3, իր համար փառք չփնտրեց, փոխարենը նա ծառայի կերպարանք առավ եւ մարդկային նմանությամբ հայտնվեց մեզ։ Նա խոնարհեցրեց իրեն եւ մինչեւ մահու չափ հնազանդ եղավ, որ փրկի մեզ։ Հետևաբար, մենք փառաբանում ենք Հիսուսին։ Նա մեր Աստվածն է եւ Փրկիչը եւ Թագավորը։ Մեր փառաբանության եւ մեծարման պատճառն այն է, որ Հիսուսը հնազանդվեց Հոր կամքին մինչեւ վերջ։ Եթե նա չհնազանդվեր Հորը, ապա մենք այսօր չէինք փառաբանի եւ մեծարի Աստծո որդուն։ Բայց քանի որ Աստծո որդին հնազանդվեց իր Հոր կամքին եւ մահացավ, իսկ ամբողջ ծեզագործությունն այս աշխարհի փառաբանում եւ փառաբանելու է նրան իր արարքի համար։ Հիսուս Քրիստոսն Աստծո գառն էր, ով վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը եւ ինչպես գրված է, նա վերցրեց դրանք իր մկրտությամբ։ Հիմա մոտ 2000 տարի է անցել, ինչ նա վերցրել է աշխարհի մեղքերը, եւ մեր բոլորիս մեղքերն էլ ներառված են աշխարհի մեղքի մեջ, որոնք մակրված են Հիսուսի մկրտությամբ։ Միթե մենք չենք մեղանչել մեր ծնված օրվանից, չառանձնացնելով սկզբնական մեղքն ամենօրյա անօրենություններից։ Իհարկե մեղանչել ենք։ Հիսուսը գիտեր, որ մենք մեղանչելու ենք մեր ծնված օրվանից մինչև մեր մահը, եւ նա նախորոք վերցրեց մեր բոլոր մեղքերը։ Հիմա հասկանում եք, եթե մեր կյանքի օրերը լինելու են մոտ 70 տարի,
ապա մեր մեղքերը կարող են լրացնել ավելի քան 100 մեծ բեռնատարներ։ Բայց Հիսուսն իր մկրտությամբ մեկ ընդմիշտ վերցրեց մեր բոլոր մեղքերը և իր հետ տարավ դրանք դեպի խաչը։ Եթե Հիսուսը վերցներ միայն սկզբնական մեղքը, ապա մենք բոլորս մեր մեղքերի պատճառով կգնայինք դժոխք։ Նույնիսկ եթե չենք կարող հավատալ, որ նա վերցրել է մեր բոլոր մեղքերը, ապա վիճակը չի փոխվում և մեր համար անզոր է դառնում նրա տված փրկությունը։ Որքան մեղքեր կարող ենք գործել մենք։ Մեր բոլոր մեղքերը արդեն մտած են աշխարհի մեղքերի մեջ։ Երբ Հիսուսն ասեց Հովհաննեսին մկրտել իրեն, նա նկատի ուներ հենց դա։ Նա վկայեց, որ ինքը վերցրել է մեր մեղքերը։ Աստված ուղարկեց իր ծառային մկրտելու Հիսուսին։ Մկրտվելով Հովհաննեսի կողմից, ով մարդկության ներկայացուցիչն էր, Հիսուսը խոնարհվեց Հովհաննեսի առաջ և մկրտվելով վերցրեց մարդկության բոլոր մեղքերը։ Մեր բոլոր մեղքերը, որոնք գործել ենք 20-ից 30 տարեկանում, 30-ից 40 եւ այլն։ Նույնիսկ մեր երեխաների մեղքերը ներառված են աշխարհի մեղքերի մեջ, որոնք Հիսուսը վերցրեց իր մկրտությամբ։ Ով կարող է ասել, որ աշխարհում դեռ կան մեղքեր։ Հիսուս Քրիստոսը վերցրել է աշխարհի բոլոր մեղքերը և մենք կարող ենք փրկվել, եթե սրտում առանց կասկածի հավատանք Հիսուսի քավությանը, նրա մկրտությանը և խաչին թափածայրյանը։ Շատ մարդիկ ապրում են իրենց ունային կյանքը պարուրված անձնական ենթադրություններով, խոսելով իրենց կյանքի մասին։ Կարծես շատ կարևոր է այն, բայց իրականում կան մարդիկ, որոնք ավելի ծանր կյանք են ունեցել։ Շատերն են ունեցել անհանգիստ կյանք։ Ես նույնպես այսպիսի կյանք եմ ունեցել նախքան վերստին ծնվելս։ Ինչպես չեք կարող հասկանալ կամ ընդունել փրկության ավետարանը, Հիսուսի մկրտության և այրան միջոցով տրված փրկությունը։ Ենթավերնագիր։ Մեղավորների փրկությունն ավարտված է։ Եվ խաչափայտն ինքը վերկալած դուրս գնաց այն տեղը, որ Գագաթն էր ասում, որ եբրայերեն Գողգոթա է կոչվում։ Այնտեղ խաչ հանեցին նրան, և նրա հետ երկու ուրիշին այս կողմին և այն կողմին, և Հիսուսին մեջտեղը։ Պիղատոսը մի տախտակ էլ գրեց և խաչի վրա դրավ և գրված էր. Հիսուս Նազովրեցի թագավոր հրեից։ Եվ այս տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետև քաղաքին մոտ էր այն տեղը, ուր որ Հիսուսը խաչվեցավ, և գրված էր եբրայերեն, հունարեն և լատիներեն։ Հովհաննես ավետարան 19:17-20։ Սիրելի բարեկամներ, Հիսուս Քրիստոսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը և Պիղատոսի հրամանով դատապարտվեց խաչելության։ Հիմա եկեք այս մասին խորհենք միասին։ Հովհաննես ավետարան 19:28 համարից սկսած։ Սրանից հետո Հիսուսն իմանալով, որ ամեն բան արդեն լրացած է, որպեսզի գրվածը կատարվի, ասեց. «Ծարավ եմ»։ Եվ մի աման կար քացախով լիքը, և նրանք մի սպունգ լցրին քացախով և զոպայի մշտիկի վրա դրած նրան բերանին մոտեցրին։ Եվ երբ որ Հիսուսը քացախն առավ, ասեց. «Կատարված է», և գլուխը խոնարհեցրեց, հոգին ավանդեց։ Հովհաննես ավետարան 19:28-30։ Հիսուսն ասեց կատարված է և մահացավ խաչի վրա։ 3 օր անց նա հարություն առավ մեռելներից և համբարձվեց երկինք։ Հիսուսի մկրտությունը Հովհաննես մկրտչի ձեռքով և նրա մահը խաչի վրա անքակտելիորեն կապված են իրար հետ։ Դրանք իմաստազուրկ են առանց մեկը մյուսի։ Ուրեմն փառք տանք Տեր Հիսուսին, որ փրկեց մեզ իր փրկության ավետարանով։ Մարդկային մարմինը միշտ հետևում է մարմնային կարիքներին, և մենք չենք կարող չմեղանչել։ Հիսուս Քրիստոսն իր մկրտությունը և կյանքը տվեց, որ մեզ ազատի մեր մարմնի մեղքերից։ Հիսուսն իր փրկության ավետարանով փրկեց մեզ մեր մեղքերից։ Ովքեր ունեն կատարյալ փրկություն, կարող են մտնել երկինքի առկայությունը, քանի որ նրանք հավատացին Հիսուսին ծնված Բեթլեհեմում, ով մկրտվեց Հորդանան գետում, մահացավ խաչի վրա և հարություն առավ երրորդ օրը։ Մենք փառաբանում ենք Տիրոջը և մեծարում նրա հավիտենական անունը։ Հովհաննես ավետարանի վերջին գլխում տեսնում ենք, որ Հիսուսն իր հարությունից հետո գնում է Գալիլեա։ Այնտեղ հանդիպում է Պետրոսին և ասում. «Սիմոն Հովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ դրանցից ավելի»։ Պետրոսը պատասխանեց. «Այո Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ»։ Հիսուսն էլ ասեց նրան. «Արածեցրու իմ ոչխարները»։ Պետրոսը հասկացավ ամեն բան, որ կապված էր Հիսուսի մկրտության և արյան ավետարանի փրկությանը։ Եվ հիմա, հավատալով Հիսուսի ջրի և արյան փրկությանը, Պետրոսն ավելի ամրացավ իր հավատքի մեջ։ Նա հասկացավ, թե ինչու էր Հիսուսը լվանում իր ոտները։ Եկեք նայենք Հովհաննես 21:15 համարը։ Եվ երբ որ ճաշեցին, Հիսուսն ասեց Սիմոն Պետրոսին. «Սիմոն Հովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ դրանցից ավելի»։ Նրան ասեց. «Այո Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ»։ Նրան ասեց. «Արածեցրու իմ գառները»։ Նա կարող էր իր գառները վստահել Պետրոսին, որովհետև Պետրոսն իր աշակերտն էր,
որն ամբողջությամբ փրկվեց, դառնալով Աստծո արտար զավակներից մեկը։ Եթե Պետրոսը կրկին դառնար մեղավոր իր ամենօրյա մեղքերի պատճառով, ապա Հիսուսը նրան չէր պատվիրի քարոզել մեղքերի թողության ավետարանը, որովհետև մյուս առաքյալների հետ ինքն էլ չէր կարող մարմնային մեղքեր չգործել։ Սակայն Հիսուսը պատվիրեց նրանց քարոզելու մեղքերի թողության ավետարանը, որովհետև իրենք հավատացին Հիսուսի մկրտությանը և խաչի այրանը, մեղքերի քավության ավետարանին։ Ենթավերնագիր. Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ։ Եկեք մի պահ մտածենք Հիսուսի բառերի շուրջ, որոնք նա ասեց Պետրոսին։ Սիմոն Հովնանի որդի, սիրում ես ինձ դրանցից ավելի։ Նրան ասեց. Այո, Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ։ Նրա սիրո խոստովանությունն անկեղծ էր, որովհետև այն բարձրանում էր մեղքերի թողության հանդեպ ունեցած իր հավատքի խորքերից։ Եթե Հիսուսը Պետրոսին և մյուս աշակերտներին չսովորեցներ մեղքերի թողության ավետարանի մասին, նրանց ոտները լվալով նրանք ի վիճակի չէին լինի խոստովանելու իրենց սերը։ Փոխարենը, երբ Հիսուսը գար և հարցներ նրանց. «Դուք սիրում եք ինձ դրանցից ավելի», Պետրոսը հավանաբար կպատասխաներ. «Տեր, ես մեղավոր մարդ եմ, անկատարեակ։ Ես մի մեղավոր մարդ եմ, որը չի կարող սիրել քեզ այս բաներից ավելի։ Խնդրում եմ, ինձ հանգիստ թող»։ Եվ միգուցե Պետրոսը վախենար Հիսուսի ներկայությունից և թաքնվեր նրանից։ Բայց եկեք նայենք, թե ինչպես էր Պետրոսի իրական պատասխանը։ Նա օրհնված էր փրկության ավետարանով, Հիսուսի մկրտության և այրան փրկությամբ։ Եվ Պետրոսը կարողացավ պատասխանել. «Այո, Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ»։ Նման սիրո վստահությունը գալիս է փրկության ավետարանի հավատքից։ Պետրոսը հավատաց մեղքերի թողության ավետարանին, որի միջոցով Հիսուսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը։ Սա ներառում է նաև ապագա մեղքերը, որոնք մարդիկ դեռ գործելու են իրենց տկար մարմնի պատճառով։ Պետրոսը հաստատակամորեն հավատում էր մեղքերի թողության ավետարանին, և քանի որ նա հավատում էր, որ Հիսուսն Աստծո կարն է, առանց վարանելու կարողացավ պատասխանել Տիրոջը։ Հիսուսի փրկությունը գալիս էր մեղքերի թողության ավետարանից։ Դրա համար Պետրոսն էլ փրկվեց իր ամենօրյա մեղքերից։ Պետրոսը հավատաց ամբողջ աշխարհի մեղքերի թողության ավետարանին, փրկությանը։ Իսկ դուք հավատում եք Պետրոսի նման։ Դուք կարող եք սիրել և հավատալ Հիսուսին, ով վերցրել է մեր բոլոր մեղքերն իր թողության ավետարանի միջոցով, իր մկրտությամբ և այրամբ։ Ինչպես մեկը կարող է չհավատալ և չսիրել նրան։ Չկա այլընտրանք։ Եթե Հիսուսը վերցներ միայն մեր անցյալ և ներկա մեղքերը, թողնելով ապագա մեղքերը մեզ, մենք ի վիճակի չէինք լինի փառաբանել նրան, ինչպես անում ենք հիմա։ Ավելին, մենք բոլորս կգնայինք դժոխք։ Դրա համար մենք բոլորս պետք է գիտակցենք, որ փրկված ենք մեղքերի թողության ավետարանի միջոցով։ Մարմինը միշտ ձգտում է դեպի մեղքը, և մենք անընդհատ մեղանչում ենք։ Հետևաբար, պետք է խոստովանենք, որ փրկված ենք Հիսուսի տված քավության ավետարանով, նրա մկրտության և այրան ավետարանով։ Եթե մենք չհավատանք մեղքերի թողության ավետարանին, որ Հիսուսի մկրտությունն ու այրունն է, ոչ մեկս չենք կարողանա փրկվել մեր մեղքերից։ Ավելին, եթե մենք ամեն անգամ խնդրեինք մեղքերի թողություն, մենք հավանաբար երբեմն մեր ծուլության պատճառով չէինք արտարանա և սրտում միշտ կունենայինք մեղքեր։ Եթե այդպես լիներ, մենք միշտ մեղքին կվերադառնայինք և չէինք սիրի Հիսուսին ու մոտենա նրան։ Այդ դեպքում մենք նաև չէինք հավատա փրկության ավետարանին և չէինք հետևի Հիսուսին։ Հիսուսը տվեց մեզ մեղքերի թողության ավետարանը և փրկեց ամեն հավատացողի։ Նա դարձավ մեր կատարյալ փրկիչը և ջնջեց մեր բոլոր մեղքերն ու հանցանքները, որ մենք կարողանանք իսկապես սիրել իրեն։ Մեզ հավատացյալներից այլևս ոչինչ չի մնում անելու, քան սիրել Հիսուսի մկրտության և այրան ավետարանը, մեր բոլոր մեղքերի թողությունը։ Բոլոր հավատացյալները հավիտենապես սիրում են Հիսուսին և դառնում մեղքերի թողության ավետարանի սիրո կերին։ Սիրելիներ, եթե Հիսուսը թողներ թեկուզ մի փոքր մեղք իր ետևում, մենք չէինք կարողանա հավատալ Հիսուսին և ոչ էլ կլինեինք մեղքերի թողության ավետարանի վկաները։ Մենք չէինք լինի Աստծո ծառաները։ Բայց եթե հավատում եք մեղքերի թողության ավետարանին, կարող եք փրկվել ձեր բոլոր մեղքերից։ Նա տալիս է առատ փրկության պարգևը, եթե միայն ընդունում եք մեղքերի թողության ճշմարիտ ավետարանը, Հիսուսի խոսքը։ Ենթավերնագիր. Սիրում ես ինձ դրանցից ավելի։ Աստված իր գառները վստահեց իր սպասավորներին, որոնք կատարելապես հավատում էին մեղքերի թողության ավետարանին։ Հիսուսը 3 անգամ հարցրեց Պետրոսին. Սիմոն Հովնանի որդի, սիրում ես ինձ դրանցից ավելի։ Եվ Պետրոսն ամեն անգամ պատասխանեց. Այո, Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ։ Հիմա եկեք խորենք Պետրոսի պատասխանի վերաբերյալ։
կարելի է տեսնել, որ նրա պատասխանը կամքի դրսևորում չէր, այլ հավատքի, որ հիմնված էր մեղքերի թողության ավետարանի վրա։ Երբ մենք սիրում ենք ինչ-որ մեկին և այդ սերը հիմնված է մեր ցանկության վրա, այն կարող է սառել մեր տկարության պատճառով, բայց եթե սերը հիմնված է Աստծո սիրո զորության վրա, այն կմնա հավերժ։ Աստծո սերը, որը կարելի է անվանել մեղքերի կատարյալ թողության ավետարան, Հիսուսի մկրտության, ջրի և հոգու փրկություն շատ նման է դրան։ Մեր հավատքը մեղքերի թողության ավետարանի հանդեպ պետք է դառնա Տիրոջ փառքի համար մեր գործերի և նրա հանդեպ մեր սիրո հիմքը։ Եթե մենք սիրենք նրան միայն մեր ցանկությունից դրդված, ապա մոտ ապագայում կսայթաքենք և կվերջացնենք ինքներս մեզ ատելով մեր անօրենությունների համար։ Սակայն Հիսուսը մաքրել է մեր բոլոր մեղքերը, սկզբնական մեղքերը, անցյալի, այսօրվա և վաղվա։ Նա ոչ մեկին բաց չի թողել առանց իր փրկության։ Սա ճշմարտություն է։ Եթե սերը և հավատքը կախված լիներ մեր ցանկությունից, մենք կծախողվեինք մեր հավատքի մեջ։ Բայց քանի որ մեր սերը և հավատքը հիմնված են Հիսուսի փրկության ավետարանի վրա, մենք դարձած ենք Աստծո զավակներ և արդարներ։ Եվ քանի դեռ հավատում ենք ջրի և հոգու ավետարանին, մենք արդար ենք և անմեղ։ Քանի որ մեր հավատքը գալիս է ոչ թե ինքներս մեզ հավատալուց, այլ Աստծո սիրուց և նրա փրկության ճշմարիտ օրենքից, մենք հիմա արդար ենք անկախ այն բանից, թե որքան տկար ու անկատար ենք մեր կյանքում։ Մենք մտնելու ենք երկնային արքայություն և փառաբանելու ենք Աստծուն հավիտենապես։ Դուք հավատում եք սրան։ Ա Հովանու 4:10 Սրանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ որ նա սիրեց մեզ և ուղարկեց իր որդուն քավություն մեր մեղքերի համար։ Հիսուսը փրկեց մեզ ջրի և հոգու միջոցով, որ մենք հավատալով մեղքերի թողության ավետարանին, Հիսուսի մկրտությանը և արյանը կարողանանք փրկվել։ Եթե Աստված չփրկեր մեզ մեղքերի թողության ավետարանի միջոցով, մենք չէինք ունենա փրկություն, որքան էլ որ ջերմեռանդ հավատայինք նրան, բայց Հիսուսը մաքրեց մեր սրտի և մարմնի բոլոր մեղքերը։ Արդարանալու համար մենք պետք է վստահ լինենք մեր փրկության վրա, ջրի և հոգու հավատքի միջոցով։ Մեղքերի թողության ավետարանը բաղկացած է Հիսուսի մկրտության և խաչի այրան ճշմարտությունից։ Մեղքերի թողության ավետարանը ճշմարիտ հավատքն է, փրկության հիմքը և երկնային թագավորության բանալին։ Ենթավերնագիր։ Պետք է հրաժարվենք մեր անձնական հավատքից։ Սերը կամ հավատքը, որը ծնված է անձնական ցանկությունից, չի կարող լինել իրական սեր կամ հավատք։ Շատերն այսօր նախ հավատում են Հիսուսին իրենց անձնական ցանկությամբ, բայց շուտով թողնում են իրենց հավատքն իրենց սրտում ունեցած բազում մեղքերի պատճառով։ Բայց մենք պետք է գիտակցենք, որ Հիսուսը ջնջել է մեր բոլոր մեղքերը, ոչ միայն աննշան հանցանքներն, այլև ամենամեծ մեղքերը, որոնք գործել ենք անգիտակցորեն։ Հովանու 13 գլխում, որպեսզի իր աշակերտներին սովորեցներ, թե որքան արդյունավետ է իր փրկությունը, Հիսուսը հավաքում է իր աշակերտներին և նստում ընթրիքի նրանց հետ։ Ընթրիքի ժամանակ նա բարձրանում է և լվանում նրանց ոտները, իր փրկության ճշմարտությունը դրոշմելով նրանց սրտերում։ Մենք պետք է գիտենանք և հավատանք մեղքերի թողության ավետարանին, որը Հիսուսը ժառանգություն թողեց իր աշակերտներին։ Բայց Պետրոսը սկզբում թույլ չտվեց, որ Հիսուսն իր ոտները լվանա։ Դու իմ ոտները չես լվանա, հավիտյան։ Սա իր ցանկությունից ծնված պոռթկում էր։ Հիսուսը պատասխանեց և ասեց նրան. Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս։ Ընդունելով ջրի և հոգու ավետարանը մենք կարող ենք հասկանալ Աստվածաշնչի խոսքերը, որոնք մի ժամանակ վեր էին մեր հասկացողությունից։ Դա ճշմարտության խոսքն է, ջրի և հոգու ավետարանը մեղքերի թողությունը, որը մեղավորին դարձնում է Աստծո արդար զավակ։ Պետրոսը մյուս աշակերտների հետ վերադարձավ ձկնորսության, հենց նախկին զբաղմունքին։ Բայց երբ նրանց երևաց Հիսուսը և կանչեց նրանց նախաճաշելու իր հետ, որ ինքն էր պատրաստել, Պետրոսը հասկացավ Հիսուսի խոսքերը. Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս։ Նա վերջապես գիտակցեց, թե ինչ նկատի ուներ Հիսուսը, երբ լվանում էր իրենց ոտները։ Տերը ջնջել է իմ բոլոր մեղքերը, նա վերցրել է իմ անցյալ, ներկա և ապագա մեղքերը, որոնք դեռ չեմ կործել։ Պետրոսը այդ պահից հրաժարվեց իր անձնական հավատքից և սկսեց ամուր հավատալ Հիսուսի մկրտությանը և արյանը, մեղքերի թողության ավետարանին։ Նախաճաշից հետո Հիսուսը հարցրեց Պետրոսին. «Սիրում ես ինձ դրանցից ավելի»։ Պետրոսն ամրացած Հիսուսի հանդեպ իր հավատքի վրա խոստովանեց. «Այո, Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ»։ Պետրոսը կարողացավ այսպես պատասխանել, որովհետև հասկացել էր, թե ինչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասեց. «Դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս»։ Նա կարողացավ խոստովանել իր ճշմարիտ հավատքը, Հիսուսի մկրտության և արյան հավատքը, մեղքերի թողության ավետարանը։ Ենթավերնագիր։
Հետո նա դարձավ Աստծո ճշմարիտ ծառը։ Այդ դեպքերից հետո Պետրոսը եւ մյուս աշակերտները մինչև իրենց կյանքի վերջին օրը քարոզեցին փրկության ավետարանը։ Նույնիսկ Պողոս առաքյալը, որ շարունակաբար հալածում էր քրիստոնյաներին, այդ խիստ ժամանակներում վկայեց փրկության ավետարանը հռոմեական կայսրությունում։ Հիսուսի 12 առաքյալներից Հուդան մատնեց Հիսուսին եւ հետո ինքնասպանություն կործեց։ Նրան փոխարինեց Պողոս առաքյալը։ Հիսուսի աշակերտներն ընտրեցին Մատաթիային, բայց Աստված ընտրեց Պողոսին, եւ Պողոսը դարձավ Աստծո հավատարիմ ծառան, ամենուր քարոզելով փրկության ավետարանը։ Հիսուսի աշակերտներից շատերը մարտիրոսվեցին, նույնիսկ Մահվան շեմին նրանք չուրացան իրենց հավատքը եւ շարունակեցին քարոզել իրական ավետարանը։ Նրանք հավանաբար քարոզում էին այսպես. Հիսուս Քրիստոսն իր մկրտությամբ եւ այրամբ մեղքերի թողության ավետարանով ջնջել է մեր եւ ձեր մարմնային բոլոր մեղքերը։ Հիսուսը վերցրեց ձեր բոլոր մեղքերը Հորդանանի մկրտության միջոցով եւ իր մարմնի մեջ կրեց այդ մեղքերը մինչեւ խաչը։ Հավատացեք Հիսուսի մկրտությանը եւ այրանը եւ կփրկվեք։ Իրական ավետարանը լսելը եւ դրան հավատալը իրականում փրկում է մեզ։ Հիսուսի մկրտության եւ արյան ավետարանն ունի զորություն, որն իր այրան եւ հոգու մեջ է։ Աշակերտները քարոզեցին ջրի եւ հոգու ավետարանը ասելով. Հիսուս Աստված է եւ Փրկիչ։ Ջրի եւ հոգու ավետարանի նրանց վկայության շնորհիվ այսօր մենք կարող ենք լսել եւ հավատալ Հիսուսի մկրտության եւ այրան ավետարանին, որպես մեր փրկության միակ միջոցը եւ փրկվել դրանով։ Աստծո անսահման սիրո եւ Հիսուսի կատարյալ փրկության շնորհիվ մենք բոլորս դարձանք Հիսուսի աշակերտները։ Դուք հավատում եք սրան։ Հիսուսն այնքան սիրեց մեզ, որ տվեց ջրի եւ հոգու ավետարանը, մեղքերի թողությունը եւ մեզ դարձրեց իր արտար աշակերտները։ Մեղքերի թողության ճշմարիտ ավետարանը քարոզելու համար Հիսուսը լվաց իր աշակերտների ոտները։ Հիսուսը լվաց իր աշակերտների ոտները, որպեսզի նրանց եւ մեզ սովորեցնի, որ աշխարհի բոլոր մեղքերը բացարձակապես ներված են իր մկրտության եւ խաչին թափված այրան միջոցով։ Մենք շնորհակալ ենք Հիսուսից իր մեծ սիրո եւ փրկության ավետարանի համար։ Հիսուսն իր աշակերտների ոտները լվալով մեզ սովորեցրեց երկու շատ կարևոր բաներ։ Նախ այն, որ ինչպես ինքը ասեց, ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս։ Որ մեր բոլոր մեղքերը ջնջված են մեղքերի թողության ավետարանի Հիսուսի մկրտության եւ այրան միջոցով։ Եվ երկրորդ դասն այն է, որ ինչպես Հիսուսը խոնարհեցրեց իր անձը մեղավորներին փրկելու համար, այնպես էլ մենք, վերստին ծնվածներս, պետք է ծառայենք մյուսներին, քարոզելով մեղքերի թողության ավետարանը։ Առաջին փրկվածներս պետք է քարոզենք վերջիններին։ Իր աշակերտների ոտները զատկի տոնի ժամանակ լվալու երկու պատճառները պարզ են, եւ դրանք դեռ գոյություն ունեն նրա եկեղեցում։ Աշակերտը չի կարող մեծ լինել իր ուսուցչից։ Դրա համար մենք քարոզում ենք ավետարանը աշխարհին եւ մատուցում ենք այն ծառայությունը, որը կմատուցեր Հիսուսը։ Մենք, որ արդեն փրկված ենք, պետք է ծառայենք նրանց, որ գալիս են մեզանից հետո։ Սա սովորեցնելու համար Հիսուսը լվաց իր աշակերտների ոտները եւ լվալով Պետրոսի ոտները նա ցույց տվեց մեզ, որ նա կատարյալ փրկիչ է եւ մենք այլևս չենք խաբվի սատանայի կողմից։ Բոլորս կարող ենք փրկվել հավատալով ջրի եւ հոգու միջոցով մեղքերի թողության ավետարանին։ Հիսուսը մաքրեց մեր բոլոր մեղքերն իր մկրտության, խաչելության եւ հարության միջոցով։ Միայն նրանք, ովքեր հավատում են նրա ավետարանին, կարող են մշտապես փրկվել իրենց մեղքերից։ Ենթավերնագիր։ Հավատացեք այն ավետարանին, որը ջնջել է ձեր բոլոր մեղքերը։ Մենք կարող ենք ազատվել սատանայի փորձություններից հավատալով մեղքերի թողության ավետարանին, ջրի եւ հոգու խոսքին։ Մարդիկ հեշտորեն խաբվում են սատանայի կողմից, իսկ սատանան անդադար շշնջում է նրանց ականջին։ Գիտենալով, որ մարդկային մարմինն անընդհատ մեղանչում է, ինչպես կարելի է ազատվել մեղքերից։ Բոլոր մարդիկ մեղավորներ են, սակայն մենք գիտենք պատասխանը։ Գիտենալով, որ Հիսուսն իր մկրտությամբ վերցրել է մեր մարմնային բոլոր մեղքերը, ինչպես կարող է հավատացյալը մնալ մեղքերի մեջ։ Հիսուսն ամբողջությամբ վճարել է մեղքի վարձքը, միթե մենք վճարելու բան ունենք։ Եթե մենք չենք հավատում ջրի եւ արյան ավետարանին, ապա սատանայի բառերը դառնում են իմաստալից։ Բայց եթե ավետարանը մեր սրտում է, մենք կունենանք անվարան հավատք Աստծո խոսքի ճշմարտության հանդեպ։ Մենք պետք է հավատանք ջրից եւ հոգուց վերստին ծնվելու ավետարանին։ Ճշմարիտ հավատքը հիմնված է Հիսուսի մկրտությանը, խաչի այրանը, նրա մահին եւ նրա հարությանը հավատալու վրա։ Երբևէ տեսել եք Սուրբ Խորանի նկարը կամ ուրվագիծը։ Դա մի փոքրիկ վրանային տուն էր։ Այն ներսից բաժանված էր երկու բաժինների՝ արտաքին մաս, որը սրբարանն էր, եւ ներքին մաս, որտեղ սրբության սրբոցն էր, եւ հենց այստեղ էր գտնվում քավությունը։ Սուրբ Խորանի արտաքին հատվածում կային 60 սյուներ,
իսկ սրբարանը կազմված էր 48 տախտակներից։ Մենք պետք է մտքում պատկերացնենք Սուրբ Խորանը, որպեսզի հասկանանք Աստծո խոսքի իմաստը։ Ենթավերնագիր։ Ինչից էր պատրաստված Սուրբ Խորանի բակի դուռը։ Խորանի բակի դռան մասին նկարագրվում է Ելից 27:16-ում։ Եվ սրահի դռան համար մի նկարագործ վարագույր կապուտակից և ծիրանագույնից և կրկնակի կարմրից և մանած բարակ քթանից 20 կանգուն, նրանց սյունները 4 և նրանց խարիսխները 4։ Խորանի բակի դռան վարագույրը պատրաստված էր կապույտ, ծիրանագույն, ալ-կարմիր մանվածքից և մանած բարակ քթանից։ Այն շատ խիտ էր կորսված և ուներ վառ գույներ։ Աստված պատվիրել էր Մովսեսին, որ այդ վարագույրը լիներ կապույտ, ծիրանագույն և ալ-կարմիր գույների, որ բոլորը կարողանային հեշտությամբ գտնել խորանի մուտքը։ Նկարագործ վարագույրը կապուտակից, ծիրանագույնից, կրկնակի կարմրից և մանած բարակ քթանից կախված էր 4 սյուններից։ Այս 4 նյութերը, որոնցից կազմված էր խորանի դռան վարագույրը, խորհրդանշում էին Աստծո փրկությունը, որի միջոցով նա փրկելու էր այն բոլոր մեղավորներին, ովքեր հավատում են իր որդուն, Հիսուսի մկրտության և այրանը, և նրա աստվածությանը։ Խորանի պատրաստման մեջ օգտագործված ամեն մի նյութ ունի հատուկ նշանակություն, որոնք խորհրդանշում են Աստծո խոսքը և մարդկությունը Հիսուսի միջոցով փրկելու նրա ծրագրերը։ Հիմա նայենք, թե քանի տեսակի նյութեր են օգտագործվել Սուրբ Խորանի բակի դռան վարագույրը պատրաստելու համար։ 4 տարբեր նյութեր օգտագործվեցին դրա պատրաստման համար՝ կապույտ, ծիրանագույն, ալ-կարմիր մանվածք և մանած բարակ քթան։ Այս 4-ը շատ կարևոր են մեր հավատքն ամրապնդելու համար վերստին ծնունդի ավետարանի հանդեպ։ Եթե այն կարևոր չլիներ, ապա դրա մասին գրված չէր լինի Աստվածաշնչի մեջ այսպիսի մանրամասնություններով։ Սուրբ Խորանի բակի դռան վարագույրի բոլոր նյութերը կարևոր պատգամ ունեն մեր փրկության համար։ Հետևաբար, Աստված հայտնեց դրանց մասին Մովսեսին և պատվիրեց այն պատրաստել ճիշտ իր հրահանգներով։ Ենթավերնագիր։ Ինչ իմաստ ունեն կապույտ, ծիրանագույն և ալ-կարմիր մանվածքներն Աստծո ավետարանի մեջ։ Սուրբ Խորանի ներսում կապույտ, ծիրանագույն և ալ-կարմիր գույները և մանած բարակ քթանը օգտագործվել էին այն վարագույրի համար, որը բաժանում էր սրբարանը սրբության սրբոցից։ Նույն նյութերը օգտագործվել էին Բարձրյալ քահանայի Հակոստի համար, որը տարեկան միայն մեկ անգամ կարող էր մտնել սրբության սրբոց։ Կապույտ մանվածքը խորհրդանշում է Հիսուսի մկրտությունը, Ա Պետրոս 3:21, որի օրինակն, այսինքն մկրտությունը, մեզ էլ հիմա ապրեցնում է։ Պետրոսը հաստատում է, որ Հիսուսի մկրտությունը փրկության օրինակն է, որը վերցնում է աշխարհի բոլոր մեղքերը։ Մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին իր մկրտության միջոցով։ Դրա համար կապույտ մանվածքը, այսինքն Հիսուսի մկրտությունը, փրկության ամենակարևոր բաղադրիչներից է։ Ալ-կարմիր մանվածքը խորհրդանշում է Հիսուսի այրունը, իսկ ծիրանագույնը նրա աստվածությունը, որ նա թագավոր է և Աստված։ Այս վարագույրի 3 գույները կարևոր են Հիսուսի և նրա փրկության հանդեպ մեր հավատքի համար։ Բարձրյալ քահանայի շքեղ հագուստը կոչվում էր եփուդ, որի լանջապանակն ամբողջովին կապույտ էր։ Բարձրյալ քահանան իր գլխին կրում էր խոյր, որի կապույտ ժապավենի վրա ամրացված էր մի ոսկե թիթեղ, իսկ վրան փորագրված էր Սուրբ Եհովային։ Ենթավերնագիր։ Ճշմարտությունն հայտնված կապույտ մանվածքով։ Աստվածաշնչում ես փնտրեցի կապույտ մանվածքի իմաստը։ Ինչ է ասում Աստվածաշունչը կապույտի մասին։ Հիմա հասկանալու ենք կապույտ գույնի իմաստը կապույտ, ալկարմիր և ծիրանագույն մանվածքների մեջ։ Կապույտ մանվածքը նշանակում է ջուրը, որը Հիսուսի մկրտությունն է։ Հիսուս Քրիստոսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, որ վերցներ աշխարհի բոլոր մեղքերը։ Մատթեոս ավետարան 3:15։ Եթե Հիսուսն իր մկրտության միջոցով չվերցներ աշխարհի մեղքերը, մենք երբեք չէինք սրբանա Աստծո առջև։ Դրա համար Հիսուս Քրիստոսը պետք է գար աշխարհ և մկրտվեր Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում, որ մեզ մաքրեր մեր բոլոր մեղքերից։ Խորանի բակի դռան վարագույրի կապույտ մանվածքը նրա համար էր, որ ցույց տար Հիսուսի մկրտության կարևորությունը, առանց որի մենք չէինք կարողանա սրբանալ։ Կրկնակի կարմիր մանվածքը խորհրդանշում էր նրա այրունը, Հիսուսի մահը։ Ծիրանագույնը խորհրդանշում էր նրա աստվածությունը։ Երանելին և միայն հզորը, թագավորների թագավորը և տերերի Տերը։ Ա Տիմոթեոս 6:15։ Ճշմարտությունն այն է, որ ալ-կարմիր մանվածքը խորհրդանշում էր Հիսուսի այրունը, որ թափվեց խաչի վրա, որպես բոլոր մարդկանց մեղքերի փրկագին։ Հիսուս Քրիստոսը աշխարհ եկավ մարմնավորված, որ իր մկրտությամբ վերցներ բոլոր մարդկանց մեղքերը և իրեն զոհաբերելով խաչի վրա, վճարեր այդ մեղքերի պատժավճարը։ Հիսուսի մկրտությունը
եւ այրունը մեղքերի թողության իրական ավետարանն է, որը Սուրբ Խորանի դռան վարագույրի գույների միջոցով մարգարեություն էր հին կտակարանում։ Խորանի սյուները պատրաստված էին սատիմի փայտից, որոնց խարիսխները պղնձից էին, պատված արծաթե ժապավեններով։ Բոլոր մեղավորները դատվելու էին իրենց մեղքերի համար, քանզի մեղքի վարձքը մահն է։ Մինչ ինչ որ մեկը հին կտակարանում կստանար նոր կյանքի օրհնություն Աստծուց, պետք է իր մեղքերի համար զոհաբերություն մատուցեր։ Սակայն նոր կտակարանում Հիսուսի մկրտությունը, որը ներկայացնում էր Սուրբ Խորանի վարագույրի կապույտ գույնը, վերցրել է մեր բոլոր մեղքերը։ Հիսուսը տարավ մեր մեղքերը դեպի խաչը, որտեղ դատվեց այդ մեղքերի պատճառով։ Մենք հիմա հավատալով մեղքերի թողության ավետարանին փրկված ենք մեր բոլոր մեղքերից։ Նա թագավորների թագավորն է, Սուրբ Աստված։ Սիրելի քրիստոնյաներ, Հիսուսի մկրտությունը եղավ քավություն, որով մենք փրկվեցինք։ Հիսուսը, որը ճշմարիտ Աստված է, եկավ աշխարհ մարդկային մարմնում, ծիրանեգույն մանվածքը, մկրտվեց, որ վերցներ աշխարհի բոլոր մեղքը, կապույտ մանվածքը, խաչվեց եւ խաչի վրա թափեց իր արյունը, որ մեր փոխարեն կրեր մեղքի պատիժը, ալ կարմիր մանվածքը։ Հիսուսի մկրտությունն անկասկած սովորեցնում է, որ նա դարձավ մեր իսկական փրկիչը։ Մենք սա կարող ենք նաև տեսնել Սուրբ Խորանի դռան վարագույրի գույների մեջ։ Նկարագործ վարագույրը կապուտակից եւ ծիրանեգույնից եւ կրկնակի կարմրից եւ մանած բարակ քթանից ցույց է տալիս Աստծո փրկության ճշմարտությունը։ Մանած բարակ քթանն այստեղ նշանակում է, որ նա առանց խտրության փրկել է բոլորիս։ Դա բացարձակապես կարևոր փաստ էր մեղքերի քավության համար։ Սուրբ Խորանի դռան վարագույրի նյութերից կարելի է հասկանալ, որ Հիսուսի տված փրկությունը պատահական չէր, այն անշուշտ ծրագրված էր։ Նա հնազանդվելով Աստծո անհատակ խորհրդին մկրտվեց, խաչվեց եւ հարություն առավ, որ ամբողջությամբ իրականացներ մարդկության փրկությունը։ Կապույտ, կարմիր եւ ծիրանեգույն մանվածքներով մեղքերի թողության ավետարանով Հիսուսը փրկեց բոլոր նրանց, ովքեր հավատացին իր փրկությանը։ Ենթավերնագիր։ Հին կտակարանի պղնձե լվացարանը նոր կտակարանի մկրտության շուկն է։ Լվացարանը նույնպես պատրաստված էր պղնձից։ Պղինձը խորհրդանշում էր Հիսուսի կրած դատապատիժը մեր փոխարեն։ Ջրի ավազանը խորհրդանշում էր ավետարանի այն խոսքը, որը մեզ ասում է, որ մեր մեղքերը մաքրված են։ Այն ցույց է տալիս, թե ինչպես էին մաքրվում ամենօրյա մեղքերը։ Ամենօրյա մեղքերը կարող են մաքրվել Հիսուսի մկրտությանը հավատալու միջոցով։ Զոհասեղանը խորհրդանշում էր դատաստանը։ Հիսուսի ջուրը, կապույտ գույնը մեղքերի քավության ավետարանն է, այսինքն Հիսուսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի կողմից։ Մատթեոս ավետարան 3:15, Ա Հովհաննու 5:5-10։ Ա Հովհաննի 5-րդ գլխում գրված է. «Եվ սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատքը, եւ երեք են, որ երկրումը վկայում են, Հայրը եւ Բանը եւ Սուրբ Հոգին, եւ այս երեքը մի են»։ Նա նաև ասում է, որ նա, ով հավատում է Աստծո որդուն, ջրի արյան եւ հոգու վկայությունն ունի իր մեջ։ Աստված թույլ տվեց, որ մենք սրբանանք մեղքերի քավության ավետարանին հավատալու միջոցով եւ մտնենք Սուրբ Խորանը։ Դրա համար մենք հիմա կարող ենք ապրել հավատքով, սնվենք Աստծո խոսքով, օրհնվենք նրանից եւ լինենք արդարներ։ Դառնալ Աստծո ժողովուրդ նշանակում է փրկվել քավության ավետարանի միջոցով եւ բնակվել Սուրբ Խորանում։ Շատ մարդիկ այսօր ասում են, որ միայն հավատքը բավական է եւ պետք չէ խորանալ Խորանի դռան վարագույրի կապույտ, կարմիր եւ ծիրանեգույն մանվածքների վրա։ Եթե մենք հավատում ենք Հիսուսին առանց գիտենալու այս բաները, մեր հավատքը կլինի թերի, քանի որ մեր սրտում դեռ կմնան մեղքեր։ Նման հավատքը մարդու սրտում թողնում է մեղքեր, քանի որ նա չի կարող ունենալ վերստին ծնունդ, քավության ավետարանի, այսինքն ջրի եւ արյան հոգու միջոցով։ Աստված ուզում է, որ մենք հավատանք մեղքերի թողության ավետարանին, Հիսուսի փրկությանը կապույտ, ծիրանագույն եւ կարմիր մանվածքների միջոցով։ Նախքան Հիսուսին հավատալը, պետք է գիտենանք, թե ինչպես նա փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից։ Երբ մենք հավատում ենք Հիսուսին, պետք է գիտենանք, թե ինչպես նա փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից՝ ջրի, արյան եւ հոգու միջոցով։ Երբ մենք իսկապես հասկանանք, կկարողանանք դրսևորել իրական հավատք։ Մեր հավատքը երբեք կատարյալ չի լինի, քանի դեռ չգիտենք այս ճշմարտությունը։ Ճշմարիտ հավատքը գալիս է միայն Հիսուսի փրկության վկայությունը հասկանալուց, այսինքն, որ Հիսուսը մարդկության ճշմարիտ փրկիչն է։ Այդ դեպքում ո՞րն է Հիսուսին ծաղրող հավատքը։ Եկեք տեսնենք։ Ենթավերնագիր։ Հավատք, որը ծաղրում է Հիսուսին։ Ինքնակամ հավատքը ծաղրանք է Հիսուսի հանդեպ։ Եթե կարծում եք, որ իմ համար դժվար է հավատալը, բայց քանի որ նա Աստված է եւ Աստծո որդի, հավատում եմ նրան, ապա ծաղրում եք Հիսուսին։ Եթե դուք իրոք ուզում եք վերստին ծնվել,
պետք է հավատաք Հիսուսի մկրտությանը եւ այրանը մեղքերի քավության ավետարանին։ Հավատալ Հիսուսին առանց իմանալու քավության ավետարանի մասին ավելի վատ է, քան Հիսուսին չհավատալը։ Նմանապես չի կարելի քարոզել միայն Հիսուսի այրունը, խաչելությունը։ Դա ճշմարտության միայն մի մասն է։ Հիսուսը չի ուզում, որ մենք քարոզենք ինքնակամ հավատք կամ հավատք առանց գիտակցության։ Նա ուզում է, որ մենք հավատանք գիտենալով քավության ավետարանը։ Երբ մենք հավատում ենք Հիսուսին, մենք ընդունում ենք, որ քավության ավետարանը դա Հիսուսի մկրտությունն է ու այրունը։ Հիսուսին հավատալով պետք է հասկանանք քավության ավետարանն իր խոսքի միջոցով եւ հատկապես իմանանք, թե ինչպես նա մաքրեց մեզ մեր բոլոր մեղքերից։ Մենք նաեւ պետք է իմանանք, թե ինչ են խորհրդանշում խորանի դռան վարագույրի կապույտ, կարմիր եւ ծիրանեգույն գույները, եւ այդ ժամանակ կունենանք իրական հավատք, որ կմնա հավիտյան։ Ենթավերնագիր։ Մենք երբեք չենք կարող վերստին ծնվել, եթե չհավատանք Հիսուսին որպես կապույտ, կարմիր եւ ծիրանագույն մանվածքների էություն։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը փրկել է մեզ։ Մեզ մնում է փառաբանել Տիրոջը իր տված կատարյալ փրկության համար։ Եկեք նայենք Սուրբ Խորանին։ Նա տվեց քավության ավետարանի խոսքը խորանի վարագույրի կապույտ, կարմիր եւ ծիրանագույն մանվածքի միջոցով եւ դրանով փրկեց մեզ։ Մենք շնորհակալ ենք եւ փառաբանում ենք Տիրոջը։ Մեղավորները չէին կարող մտնել սրբարան առանց ահավոր դատաստանի։ Ինչպես կարող էր մեկը մտնել սրբարան առանց դատվելու իր մեղքերի համար։ Մեղավորների մուտքը սրբարանում արգելված էր։ Եթե նման անձնավորությունը մտներ արգելված վայր, անմիջապես սպանվելու էր։ Դա կլիներ մեծ անեծք։ Մեղավորը երբեք չէր կարող մտնել սրբարան եւ հույս ունենալ, որ ապրելու է։ Մեր Տերը փրկեց մեզ խորանի վարագույրի մեջ թաքնված գաղտնիքի միջոցով։ Կապույտ, ալ-կարմիր եւ ծիրանեգույն եւ մանված բարակ քթանի միջոցով նա փրկեց մեզ։ Իր փրկության գաղտնիքը նա հայտնեց այս 3 խորհուրդներով։ Հավատում եք, որ մենք փրկված ենք այս ճանապարհով։ Եթե չենք հավատում կապույտ, ալ-կարմիր եւ ծիրանեգույն մանվածքին, ապա չենք կարողանա փրկվել քավության ավետարանի միջոցով։ Կապույտ գույնը չի խորհրդանշում աստվածություն, այն միայն եւ միայն խորհրդանշում է Հիսուսի մկրտությունը։ Հիսուսի մկրտության միջոցով են մաքրվել մեր բոլոր մեղքերը։ Առանց հավատալու կապույտ մանվածքին կարելի էր հասնել մինչև զոհասեղանը, բայց սրբարան չէր կարելի մտնել, որտեղ Սուրբ Աստծո ներկայությունն էր։ Հետևաբար Սուրբ Խորանի դռնից ներս մտնելուց առաջ պետք է հավատանք կապույտ Հիսուսի մկրտությունը, ծիրանեգույն Հիսուսի աստվածությունը, նա Աստծո որդին է, եւ կարմիր Հիսուսի խաչի այրունը, մանվածքի խորհրդին։ Միայն դրան հավատալով մենք կարող ենք ընդունվել Աստծո կողմից եւ ունենալ թույլտվություն մտնելու սրբության սրբոցի վարագույրից ներս։ Ոմանք մտնելով խորանի բակը կարծում են, թե իրենք ներսում են, բայց դա չէ փրկությունը։ Ուր պետք է մտնել փրկվելու համար։ Պետք է կարողանանք մտնել սրբության սրբոցը։ Սրբության սրբոցը մտնելու համար պետք է անցնենք պղնձե լվացարանի մոտով։ Պղնձե լվացարանը խորհրդանշում է Հիսուսի մկրտությունը։ Մենք պետք է լվանանք մեր բոլոր մեղքերը Հիսուսի մկրտության միջոցով եւ սրբված մտնենք սրբարան։ 5 կտակարանում քահանաները սրբարան մտնելուց առաջ լվանում էին իրենց ձեռքերն ու ոտները։ Նոր կտակարանում Հիսուսը լվաց իր աշակերտների ոտները, որը նշանակում էր բոլոր մեղքերի լվացում։ Աստծո օրենքն ասում է, որովհետև մեղքի վարձքը մահն է, բայց Աստծո շնորհքը հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով է։ Հռոմեացիս 6:23։ Աստված պատժում է մեղքը, բայց նա փոխանցեց մեր բոլոր մեղքերն իր որդուն եւ նրան պատժեց մեր փոխարեն։ Սա է Աստծո սերը, նրա փրկությունը։ Ճշմարիտ փրկությունը հասանելի է միայն եթե հավատանք քավության ավետարանին, Հիսուսի մկրտությանը, արյանը, մահին եւ հարությանը։ Ենթավերնագիր։ Վերստին ծնվելու համար չի կարելի արհամարել աստվածաշնչյան ճշմարտությունը, մեղքերի քավության ավետարանը։ Ես երբեք չեմ արհամարում մյուսներին, երբ ինչ-որ մեկը մի բան է ասում, որ չգիտեմ, ես քաղաքավարությամբ խնդրում եմ դա բացատրել ինձ։ Բայց երբ հարցրեցի իմ շրջապատի մարդկանց Սուրբ Խորանի մասին, ոչ ոք չկարողացավ ինձ բացատրել այն։ Եվ ինչ էր մնում ինձ անել։ Ես վերցրեցի Աստվածաշունչը եւ գտա այն հատվածը, որտեղ խոսում էր Սուրբ Խորանի մասին։ Դա ելից գիրքն էր։ Եթե ուշադիր կարդանք այս գիրքը, հեշտորեն կհասկանանք, թե Աստված ինչ էր ուզում ասել այս գրքի միջոցով։ Սիրելի բարեկամներ, դուք չեք կարող փրկվել Հիսուսին անփութորեն հավատալով։ Դուք չեք կարող վերստին ծնունդ ունենալ միայն եկեղեցի հաճախելով։ Հիսուսը Նիկոդեմոսին ասեց. Եթե մեկը ջրից եւ հոգուց չծնվի, նա կարող չէ Աստծո արքայությունը մտնել։ Դու ես Իսրայելի վարդապետը եւ այս չգիտես։ Հովաննես ավետարան 3:5 եւ 10։
Բոլոր նրանք, ովքեր հավատում են Հիսուսին, պետք է հավատան կապույտ մանվածքին։ Աշխարհի բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին իր մկրտության ժամանակ։ Ալ կարմիր մանվածքին, Հիսուսի մահը մեր մեղքերի պատճառով, եւ ծիրանեգույն մանվածքին, Հիսուսը փրկիչ է, Աստված եւ Աստծո որդի։ Մենք պետք է հավատանք, որ Հիսուսը աշխարհի բոլոր մեղավորների փրկիչն է։ Առանց այս հավատքի մենք չենք կարող ունենալ վերստին ծնունդ եւ ոչ էլ մտնել Աստծո թագավորության սրբարանը։ Առանց դրա նույնիսկ հնարավոր չէ ապրել հավատքի կյանքն այս աշխարհում։ Միթե ավելի հեշտ չէր լինի, եթե հնարավոր լիներ վերստին ծնվել միայն հավատալով Հիսուսին։ Այո, երգի բառեր։ Դուք փրկված եք, ես փրկված եմ, մենք բոլորս փրկված ենք։ Բայց շատ մարդիկ հավատում են Հիսուսին առանց իրական վերստին ծնունդ ունենալու։ Մենք պետք է ընդունենք աստվածաշնչյան ճշմարտությունը։ Մենք պետք է հասկանանք մեղքերի թողության ավետարանը, ինչպես նաև կապույտ, ալ կարմիր եւ ծիրանեգույն մանվածքին, որպեսզի կարողանանք մտնել Սուրբ Խորանն ու հավատքի կյանքն ապրենք Աստծո հետ։ Հավատքի խորանի մեջ մենք կարող ենք լինել երջանիկ, մինչև որ Հիսուսը մեզ ընդունի իր սքանչելի թագավորության մեջ։ Շատ կարևոր է, որ հավատանք Հիսուսին ճիշտ հավատքով։ Ենթավերնագիր։ Իսկական ավետարանը սրբացում է բերում կապույտ մանվածքով։ Երբեմն մարդիկ կարծում են, որ կարող են ապրել անարատ կյանքով, սակայն որքան շատ են փորձում բարիք գործել, այնքան շատ են հայտնաբերում իրենց սխալներն ու ձախողումները։ Մարդկային էությունը կատարյալ չէ եւ չի կարող մեղք չգործել, բայց Հիսուսը փրկել է մեզ կապույտ, ալ կարմիր եւ ծիրանեգույն քավության միջոցով։ Մենք սրբված ենք ու կարող ենք մտնել Խորանի սրբարանը։ Եթե Աստված չփրկեր մեզ կապույտ, ալ կարմիր եւ ծիրանեգույն մանվածքով, ապա մենք երբեք ի վիճակի չէինք լինի մտնելու Սուրբ Խորանի սրբարանը։ Ո՞րն է դրա պատճառը։ Եթե սրբարան կարողանային մտնել սուրբ կյանքով ապրողները, ապա ոչ մեկը չէր կարողանա բավարարել պայմանը։ Երբ հավատում ենք Հիսուսին առանց ճշմարիտ ավետարանը ճանաչելու, միայն մեղքեր ենք ավելացնում մեր հաշվին։ Հիսուսը փրկեց մեզ կանխավ ծրագրված փրկությամբ, կապույտ, ալ կարմիր եւ ծիրանեգույն մանվածքի եւ մանած բարակ քտանի փրկությամբ։ Նա վերցրեց մեր բոլոր մեղքերը։ Հավատում եք սրան։ Այո։ Դուք ձեր սրտում ունեք մեղքերի թողության ավետարանը, որը նաև համարձակորեն վկայում եք։ Այո։ Միայն ավետարանի վկայությունը սրտում ունենալով կարող եք ձեր գլխին փակցնել ոսկյա թիտեղը, որն ասում է Սուրբ Եհովային, եւ միանալ թագավորական քահանայությանը։ Ապետրոս 2:9։ Միայն այդ ժամանակ կարող ենք կանգնել եւ վստահել, որ մենք Աստծո զավակն ենք, թագավորական քահանաներ։ Բարձրյալ քահանայի խույրն ուներ մի ոսկյա թիտեղ, որն ամրացված էր կապույտ ժապավենով։ Ինչու կապույտ։ Որովհետև Հիսուսը մեզ փրկել է մեղքերի թողության ավետարանով։ Իր մկրտությամբ վերցրել է մեր բոլոր մեղքերը եւ մեզ դարձրել արդարներ։ Նոր կտակարանի մկրտությունը համարժեք է հին կտակարանի ձեռքեր տնելուն։ Որքան էլ ճանասիրաբար հավատանք Հիսուսին, եթե չենք հասկանում կապույտ, ալ կարմիր եւ ծիրանեգույն մանվածքի խոսքերը, մենք արժանի չենք լինի վաստակելու ոսկյա թիտեղը, որի վրա փորագրված է Սուրբ Եհովային։ Ինչպես ենք մենք արտարացել։ Մատթեոս ավետարան 3:15։ Որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք։ Հիսուսը մկրտվեց եւ իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը։ Իր մկրտությամբ նա վերցրեց մեր բոլոր մեղքերը եւ մեզ պարգևեց արդարություն։ Ինչպես կարող ենք ասել, որ այլևս մեղք չունենք, եթե չլիներ Հիսուսի մկրտությունը։ Նույնիսկ եթե անդադար լաց լինեինք, մտածելով նրա խաչի մասին, աշխարհի բոլոր արցունքները չէին կարողանա մաքրել մեր մեղքերը։ Որքան էլ ուժեղ հավատանք Հիսուսին, մեր մեղքերը կմնան մեր սրտում։ Սուրբ Եհովային։ Քանի որ Հիսուսն իր մկրտությամբ եւ այրամբ վերցրեց մեր բոլոր մեղքերը, Տերը թույլ տվեց, որ մեր մեղավորներիս մեղքերը փոխանցվեն Հիսուսին, եւ ինչպես Սուրբ Գիրքն է ասում, մենք դարձանք արդարներ մեր հավատքի շնորհիվ, անկախ մեր բոլոր մեղքերի անօրենությունների։ Դրա համար մենք հիմա կարող ենք արդարացած կանգնել Աստծո առաջ։ Մենք հիմա կարող ենք ապրել որպես Աստծո աշտարներ եւ աշխարհին քարոզել ավետարանը։ Երկի բառեր։ Դուք փրկված եք, ես փրկված եմ, մենք